Լուսավոր Հայաստանի նախավերջին խորհրդանշական ակցիան կառավարության շենքի առջև էր։ Ինչու կուսակցության վարչապետի թեկնածուն մանրամասնում է, քանի որ սահմանադրության ոստիկանապետը ենթարկվում է վարչապետին եւ իրենք հարցեր ունեն։ Մենք արդեն քանի օր են դիմադիր տարբեր գործիչների, տարբեր ակտիվիստների ծեծում, հարձակվում, հղի կնոջ քաշքշում, տարբեր վայրագություններ են տեղի ունենում տարբեր մարզերում, տարբեր տարածքներում, ծեծված մարդիկ, բան։ Ես ուզում եմ հիշեցնել հետեւյալը, որ 2018 թվականի հեղափոխության շարժման ժամանակ ազգային ժողովի ամբիոնից Սերժ Սարգսյանի աչքերին նայելով ես ասացի, որ եթե մեկի քթից արուն եկավ, դու ես պատասխան տալու, եւ այն ինչ որ այն ժամանակ վերաբերվում էր Սերժ Սարգսյանին, եւ լավ էր, լավ պրծանք, ոչ խաղաղ անցավ ամեն ինչ, բնականաբար պարլամենտում մեր այդ արած գործը նաեւ դեր խաղաց, եւ ուզում եմ ասել, որ այսօր այն ինչ որ կատարվում է, այդ ամեն ինչի պատասխանատուն մի մարդ է։ Իրանք անդադ մեզ երեսով են տալիս, տեսեք, մեր ժամանակը զուգանում ոչ մեկին ծեծելով չենք սպանում։ Եվ հիմա պետք է շնորհակալ լինենք, որ ուղղակի այդ մարդկանց ծեծում են, այլ ոչ թե ծեծելով զուգանում սպանում են, բայց իրականում տեղի ունենում են ինչ որ մենք բազմիցս զգուշացրել ենք, հիմա կեղծ ժողովրդավարության ինչ որ միջավայր են ուզում ձևավորել, իբրև թե մենք նախկինում ապրել ենք Չեռնոբիլի ավերակներում, այս իշխանությունը եկել է Հայաստանում ձևավորել է ժողովրդավարություն։ Կուսակցության ընտրացուցակի երկրորդ համարը Կարպիս Փաշոյանը շարունակում է. Հայաստանը հիմա ավելի ազատ չէ, քան Սերժ Սարգսյանի օրոք։ Նույնիսկ հիմա բռնությունները միգուցե ավելի շատ են, սա ստանդարտ հիբրիդային ռեժիմ է ժողովրդավարական ինչ-որ ֆասադներով, քանի որ Հայաստանը պատմականորեն ունի ժողովրդավարության ավանդույթներ, բայց բնույթով ավտորիտար է եւ իշխանությունը խարսխված է մեկ մարդու վրա։ Լրագրողի այն դիտարկմանը, թե կուսակցության ներկայացուցիչները հանրությանը չեն ներկայացրել նախընտրական ծրագիրը, չեն շփվել ժողովրդի հետ, Մարուքյանը հակադարձում է։ Մեր ժողովրդի հետ մենք մարզային բոլոր եւ քաղաքային բոլոր հանդիպումներ շփում ենք ունեցել։ Օրինակ մենք ունենք մարդ մեզանում, որ ապշած է, Կարպիս Փաշոյան։ Ինքը ապշածա է ջեր վերաբերմունքից, որ մենք արժանացել ենք։ Ասա, բարձվում է հայ ժողովրդը սիրում է Մարուքյանին, զարմացել է։ Զարմացել է, որ Մարուքյանն ընդգծում է, ժողովուրդը քաղաքական ուժին չի ընտրում հանրապետության կամ ազատության հրապարակներում հանրահավաք անելու համար։ Այն ուժերը, որոնք որտեղ որ հանրահավաք են արել, բերել են իրենց մոբիլիզացիոն ռեսուրսը։ Այսօր մարդը չի գնում հանրահավաքի, որ իմանալ է տեսնի ընդդիմադիր լիդերը ինչ է ասում, որտեվ այդ ժամանակ էր, որտեվ հնարավորություն չկար տեսնել։ Այսօր բոլորը on-line նայում են, տեսնում են ով ինչ է ասում։ Հետեւաբար մեր ուղերձները տեղ են հասել։ Մենք հանրահավաքներ անելու կարիք չունենք։ Կուսակցության վարչապետի թեկնածուն վստահ է, իրենք լինելու են պարլամենտում, չեն ձևավորելու իշխանություն։ Կտեսնենք, թե ինչ ուժեր կլինեն, մնացած արդեն մեր կոնցեպտը մենք ներկայացրել ենք։ Կոմպրոմիսային խորհրդարան, կոմպրոմիսային վարչապետ եւ այս մեկ անձի իշխանության վերջը հունիսի 7-ին ժողովուրդը տալու է։ Սոցհարցումների վերաբերյալ հարցին Կարպիս Փաշոյանը հարցով է պատասխանում։ Սոցհարցումները ինչի համար են, պարոն Մարուքյան, որ արտանագրեն հանրային տրամադրություններ, թե ձևավորեն հանրային տրամադրություններ։ Ես հստակ տեղեկատվություն ունեմ սոցհարցումներ անողներից։ Ուրեմն այս բոլոր գաղտնալսումները, որ տարածում են, չէ՞ որ բոլորի հեռախոսը լսում են։ Սա բերել է նրան, որ մարդիկ ոչ մի զանգի անկեղծ չեն պատասխանում։ Ում զանգում են, ասում եղավ, Ախմեջան, ում ես ուզում ընտրենք։ Եղավ, Պողոսին, մենք Պողոսին ենք ընտրում։ Այդ սոցհարցումը ո՞նց են տենալու, ով ում ընտրում։ Ակցիան ամփոփում են կոչով։ Պարտադիր գնալ ընտրական տեղամաս, վերցնել թիվ 19 քվեաթերթիկը եւ ձեր քվեարկությամբ բացառել մեկ ուժի իշխանությունը Հայաստանում։ Էմմա Վարդանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։